Ողջույն, արգելի ընկերներ, ձեզ ողջունում եմ իմ Facebook-յան էջում, ինչպես խոստացել եմ, նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձեմ ամենօրյա ռեժիմով ապահովել լայվ քննարկում օրվա կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր էլ եղան հետաքրքիր հայտարարություններ, թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, այնպես որ բավական հետաքրքիր թեմաներ կան քննարկելու եւ մենք ըստ էության ականատեսն ենք լինում հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ վատթարացման, ընդ որում այս իշխանությունները ամեն բան արեցին, որպեսզի այդ հարաբերությունները այս վիճակում լինեն, այս իշխանությունները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի հնարավորինս խնդիրների առաջ կանգնի Հայաստանը տնտեսական առումով, ցավոք սրտի գուցե ապագայում նրանց հաջողվի նաև ինչ-որ ավանտյուրայի մեջ ներքաշել Հայաստանին, եթե իհարկե մնան իշխանության, ինչի մասով ես խիստ կասկածներ ունեմ եւ ինչի մասով խիստ կասկածներ ունեն նաև օրվա իշխանությունները։ Մինչև թեմաներին անցնելը, սիրելի ընկերներ, առաջարկում եմ կիսվել ձեր էջերում այս քննարկմամբ, կիսվել ինչու, որովհետև մենք պայքարում ենք մի մեծ տեղեկատվական ճակատի հետ եւ չունենք այն հնարավորությունները, ինչ ունեն Նիկոլ Փաշինյանը եւ իրեն աջակցող Արևմուտքը, հետեւաբար մեր ուժը, այսպես կամավորների մեջ է, կամ մարդիկ, ովքեր կամավորության սկզբունքով օգնում են մեզ տեղեկատվական այս պայքարում, մենք էլ իհարկե կրկին կամավորության սկզբունքով փորձում ենք տեղեկատվություն հավաքել, վերլուծություններ մեկտեղել եւ դա ներկայացնել մեր հանրությանը։ Ուրեմն այսօր հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ինչ է ասել Մեդվեդևը, ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը քննադատել է Հայաստանի իշխանությունների Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը, հայտարարելով, որ Երևանը փորձում է միաժամանակ պահպանել Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության առավելությունները եւ զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Իր Մաքս ալիքում Մեդվեդևը գրել է, որ ով փորձում է երկու աթոռի վրա նստել, վտանգում է ցավոտ ընկնել։ Ըստ ամենայնի, մոտ ապագայում հենց դա էլ պատրաստվում է անել Նիկոլ Մականունով մի մարդուկ, նա համառորեն իր գերտերությունը տանում է դեպի Եվրամիություն, միաժամանակ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ում մասնակցության բոլոր առավելությունները, գրել է Մեդվեդևը։ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանի իշխանությունները հույս ունեն պահպանել ռուսական գազի գործող գները նույնիսկ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման պայմաններում։ Ռուսաստանը պարտավոր է իր հեռացող գործընկերոջ համար պահպանել գազի ներկայիս գինը 1000 խորանարդի դիմաց $177.5, գրել է նա, նշելով, որ 2026 թվականի մայիսին Եվրոպայում գազի բորսայական գները կազմել են $570-ից $590 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բոլորին էլ պարզ է, որ եվրոպական գազային գներն անցնելու դեպքում այ երկրի բնակչությունը այս հորեղբորը կվռնդի ուղիղ իր սիրառատ ընկերոջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ Փարիզ, այդ պատճառով էլ նա ստիպված է ազատ վարկ դրսևորել, փորձելով միաժամանակ դուր գալ բոլորին, բայց այդպես չի լինում, հայտարարել է Մեդվեդևը։ Ավելի վաղ մայիսի 22-ին Ռուսաստանի նկատմամբ Փաշինյանի քաղաքականությունը ՌԴ Պետդումայի խոսնակ Վիաչեսլավ Վոլոդինը անվանել էր ոչ բարեկամական։ Պետդումայի պատգամավորների կարծիքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն, ցինիկ կերպով օգտագործելով այն հնարավորությունները, որոնք տրամադրում է մեր երկիրը։ Եղան այլ հայտարարություններ եւս, բայց եկեք ֆիքսվենք այս երկու հայտարարության վրա, սրանք առանցքային պաշտոնյաներ են, մեկը Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է Մեդվեդևը, որ նախկինում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը 2008-ից 12 թվականներին, հիմա էլ շարունակում է ազդեցիկ դիրքեր զբաղեցնել ռուսական կառավարական էլիտայի շրջանակում, եւ Վիաչեսլավ Վոլոդինը արդեն Դումայի ղեկավարը, գործող բարձրաստիճան պաշտոնյա,
ռուսական, տեսեք, 8 տարի, այն ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանը անում է, Նիկոլ Փաշինյանը անում էր 8 տարի շարունակ։ Այստեղ տարբերությունը ռուսական կողմի արձագանքն է եւ ահա այստեղ հասկանալի է ինչու է արձագանքը տարբեր։ Որովհետեւ ռուսները հիմա հասկացել են, որ Հայաստանի իշխանությունները հասել են այն հանգրվանին, որից հետո Հայաստանը կարող է ներքաշվել Ռուսաստանի դեմ որոշակի ռազմական գործողությունների սցենարներում, գուցե ուղիղ, ոչ ուղիղ, բայց տարածք տրամադրի, հետախուզական հնարավորություններ, ռուսական մամուլում տարբեր վարկածներ են քննարկվում։ Նաև այն հանգամանքը, որ Էմանուել Մակրոնը գտնվելով Հայաստանում հայտարարեց, որ ռուսական ռազմաբազան այստեղից դուրս պետք է գա, սա եւս բարի ուղի իմաստով ռազմական սպառնալիք է, որովհետեւ այդ բազայի մասով կան հաշվարկներ, խոսքով դասավորություններ, եւ դրա մասին փաստորեն հայտարարում է ոչ թե Հայաստանի ղեկավարը փաստացի, այլ Ֆրանսիայի ղեկավարը, որը թշնամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա ինչ է նշանակում։ Հենց այդ Մակրոնի հայտարարությունը, Զելենսկու հայտարարությունը Երևանից նշանակում է մի բան, որ Հայաստանը լիարժեքորեն հայտնվել է արևմուտքի կուրացիայի տակ, համակարգման տակ եւ այլևս անիմաստ է ակնկալել այլ գործողություններ Հայաստանի իշխանություններից։ Հենց սրանով է պայմանավորված ռուսական կողմի կտրուկ արձագանքը, որովհետեւ նախկինում էլ կար հակառուսականություն, նախկինում էլ Ալեն Սիմոնյանը խոսում էր ինչ ուզում էր, Նիկոլ Փաշինյանը ակնարկներով ռուսների դեմ տրամադրություններ էր գեներացնում հանրային հեռուստաընկերության եթերում հակառուս այսպես կոչված ճակերտավոր փորձագետները օր ու գիշեր ռուսներին քննադատում էին, բայց այսպիսի արձագանք չկար, որովհետև չկար Մակրոնի հայտարարությունը ռուսական ռազմաբազայի դուրս հանելու վերաբերյալ, չկար Զելենսկու ներկայությունը Երևանյան որևէ միջոցառման եւ Երևանից Ռուսաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հայտարարություն չկար։ Մի խոսքով, այսինքն այս բոլոր բաները իրադարձությունները բերել են նրան, որ ի վերջո Ռուսաստանը որոշել է արձագանքել այնպես, ինչպես արձագանքում են պետություններ, որոնց նկատմամբ ռազմական սպառնալիքի վտանգ է նկատվում։ Եվ այս իմաստով էլ, տեսեք, հասկանալի է նաև գործողությունները, տարբեր վերլուծաբաններ շատ հստակ, աներկբա ցույց են տալիս իրավիճակ, որ Հայաստանը նաև ռազմական իմաստով հայտնվելու է Ադրբեջանի տակ, Ադրբեջանն էլ իր հերթին արևմուտքի տակ է եւ այս կովկասյան 3 պետությունները դառնալու են ճակատ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Կարծեք թե սրա վտանգն էլ կա եւ ռուսները զգում են եւ դրա համար են այսպես շատ կտրուկ արձագանքում։ Ասում են լավ հələ ժամանակը կգա ձեր եթե ինչ որ բանի մեջ մտնեք որոշենք, բայց հիմա մենք չենք պատրաստվում ֆինանսավորել ձեր հակառուսականությունը, որը շատ տրամաբանական։ Այսինքն մենք կարող ենք դժգոհ լինել, որովհետև դրանից մեր կյանքը կվատանա, բայց չենք կարող չհասկանալ ինչու է դա տեղի ունենում, հա։ Իհարկե, Հայաստանում բնակվողներս դժգոհ ենք այս իրավիճակից, որովհետև մեր կյանքը ծանրանալու է, ծմրանը, ջեռուցումը եթե այսպես շարունակվի, այս քաղաքական իշխանությունը չփոխվի, ծախսերը եռապատկվելու են, հնարավոր բոլոր ապրանքները թանկանալու են, գուցե որոշ ապրանքների դեֆիցիտ զգացվի, այսինքն մեր կյանքը դժվարանալու է, մենք չենք կարող դրանից գոհ լինել։ Բայց միևնույն ժամանակ լինելով գիտակից, մենք չենք կարող չհասկանալ ինչու է սա բերել, որովհետև տեսեք ինչ է ստացվում։ Իշխանությունները անում են քայլեր, գործողություններ, վարում են մի քաղաքականություն, որը բերում է ռուսական կողմի արձագանքի, փոխանակ Հայաստանի Հանրությունը գնա այս կառավարության դուռը, պահանջի խնդիրները լուծել, այս իշխանությունները ձևը գտել են, հակառուսականության ալիք են բարձրացնում եւ այն ինչ որ իրենք ժողովրդի խոսքով ասած վարի են տվել, գցում են ռուսների գրպանը, ասում են վերջ, հակառուսականությամբ ինքնիշխանության համար կարելի է սոված մնալ, մրսել, չգիտեմ, իրանք իհարկե չեն մրսում, իրանք իհարկե սոված չեն մնում երբեք, հատկապես Նիկոլ Փաշինյանը որ տենում եք, կարծում հասկանում եք, որ այդ մարդը երբեք ու երբեք սոված չի մնա, այդ մարդը պատրաստ է առանց արժանապատվության մնալ, առանց հեղինակության մնալ,
վիրավորանքներ կուլ տալ, բայց սոված մնալ այդ մարդու համար անհասկանալի բան է, հա, ինքը չի կարող դրան դիմանալ։ Տուժում է ժողովուրդը եւ տուժելու է ժողովուրդը սրանից։ Այս սրա համար է, որ հիմա այս զրույցները կարևոր են, որ մեր հասարակությունը հասկանա, որ սրանց վարած քաղաքականության հետևանքները ծանր են լինելու։ Որ եթե իրենք շարունակեն հակառուսական այս գծի մեջ առաջ շարժվել եւ մի բան էլ Աստված մի արած վեր ընտրվեն, ինչի վերաբերյալ լուրջ կասկածներ ունեմ եւ համոզմունք ունեմ, որ հասարակությունը սրանց դուրս է վռնդելու, ապա մենք հասնելու ենք ինչ-որ պատերազմական վիճակի։ Ուկրաինայում էլ ամեն բան մի անգամից չսկսեց։ Մի առանձին օր այս թեմային հատկապես կանդրադառնամ, որտեղ այնտեղ էլ հիշում եք Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, կամ վերվեց իշխանության, առաջին բանը որ արեց, այսպես արտաքին քաղաքական ճակատում որոշումների կայացման շրջանակում Սիրիա զորք ուղարկեց ռուսական զորախմբի կազմում։ Թվում էր խիստ պրոռուսական որոշում է, չէ՞, բայց հիմա տեսեք ուր ենք հասել։ Նույն բանն էր նաև Զելենսկին իշխանության գալու ընթացքում խոսում է ռուսների իրավունքների պաշտպանության մասին, ռուսերեն լեզվի պաշտպանության մասին, ռուսների այդ պատերազմի բացառման մասին, բայց եկավ ու այդ պատերազմը ոչ միայն թեժացրեց, այլ հասցրեց մի կետի, որ 100,000-ավոր ռուսներ եւ ուկրաինացիներ են զոհվել այս պատերազմում։ Քաղաքացիական պատերազմ է ըստ էության ընթանում սլավոնական այս ժողովրդի ներսում եւ եղբայրը եղբորն է սպանում խաղաղության օրակարգով իշխանության եկած Զելենսկու հրամանատարությամբ։ Այնպես որ եթե Փաշինյանը ասում է, չգիտեմ, Պուտինը իր ընկերն է, իրենք մտերիմ են, 200 անգամ հեռախոսազրույց են ունեցել, դա որևէ բան չի նշանակում։ Դա հենց ուղիղ պիտի հասկանալ, որ մենք շատ արագ տեմպերով գնում ենք հնարավոր էսկալացիաների, հնարավոր բարդությունների, կորուստների, որը մենք Հայաստանի քաղաքացիներս ենք մեր վրա զգալու, ոչ թե քաղաքական այսպես կոչված էլիտան։ Մինչ անցնեմ հաջորդ թեմային, սիրելի ընկերներ, առաջարկում եմ անպայման կիսվել այս ուղիղ եթերով, սա միակ հնարավորությունն է տարբեր շերտերի հասարակության հասցնել այս խոսակցությունը, որը շատ կարևոր է կարծում եմ։ Ուրեմն գազի թանկացման վերաբերյալ մի կարճ մեկնաբանություն, իշխանություններն ասում են գազի այս ճանապարհները փակվել են, գազը կթանկանա ռուսների կողմից, որտեղ ընդդիմությունն է այդպես անում։ Ակնհայտ է, չէ՞ որ սուտ է, որ ընդդիմությունը չի անում, բայց եթե ընդունենք, որ ճիշտ է, քաղաքացիական պայմանագիրը գլուխը մի անգամ պատին է տվել ու ճիշտ է ասել։ Եթե ընդդիմությունը կարողանում է գազի գին բարձրացնել, ճանապարհներ փակել այս Ռուսաստանի իշխանության հետ, այս մակարդակի հարաբերությունների մեջ է։ Կլինի դուք պաշոլներդ քաշեք, ընդդիմությունը գա, այդ հարցերը որոշի, գազն էլ կեժանանա, ճանապարհներն էլ կբացվեն, ապրանքներն էլ կվաճառվեն։ Իսկ սա էլ, գիտեք, նորմալ հասարակության մեջ սա պիտի լիներ ընդդիմության ուղիղ գովազդ, որովհետև եթե մի ընդդիմություն կարողանում է Ռուսաստանում խնդիրներ ստեղծել Հայաստանի գործող իշխանության համար, ուրեմն այդ ընդդիմությունը իշխանության գալու պարագայում տասնապատիկ ավել մեծ գործեր կարող է անել Հայաստանի համար։ Սա պիտի ուղիղ իմաստով գովազդ լիներ ընդդիմության համար, եթե լիներ իրականություն։ Կրկին հիշեցնեմ կիսվել այս ուղիղ եթերով, այս պահին 89 մոտ մեր հայրենակիցները հետևում են ուղիղ եթերին, բայց մենք ընդամենը ունենք 71 եւ ավել հավանում, ես խնդրեմ մեր ընկերներին անպայման կիսվել այս ուղիղ եթերով։ Ես ասել եմ, որ պայմանավորվել ենք Պեկում հարկային բեռ չի ավելանա ձեր վրա, իսկ հունիսի 8-ից հետո, իշխանության փոփոխությունից հետո անպայման այս լայվը կիսվողների համար կսահմանվեն հարկային արտոնություններ։ Հաջորդ թեման, ուրեմն նախագահ Քոչարյանը սրա մասին խոսեց։ Ես կուզեմ, ուրեմն ներողություն։ Հիմա ձայնագրությունը կմիացնեմ։
Լսենք ու շարունակենք։ Ցեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Սա շատ կարևոր հայտարարություն է նախագահ Քոչարյանի կողմից, որովհետև ես լսում եմ վերջերս հաճախ այս խոսակցությունը, որ այ ինչ է անելու ընդդիմությունը, եթե Նիկոլ Փաշինյանը կեղծի ընտրության արդյունքները։ Ասեք, ես դա իհարկե իմ ասելելունը չէր, դա ասեց, լավ է, որ ասեց նախագահ Քոչարյանը, եթե ժողովուրդը գնա ընտրության ու ընտրի ընդդիմությանը, մերժի Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը որոշի գողանալ ժողովրդի ընտրությունը, այո, ընդդիմությունը գնալու է հեղափոխության ճանապարհով եւ ուրիշ ճանապարհ չկա, որովհետեւ փաստորեն օրինակ բանի ընտրական գործընթացով իշխանության հանգիստ փոփոխության ճանապարհը կստացի, որ Նիկոլ Փաշինյանը փակում է։ Ինքն է առաջարկում արդեն այդ ճանապարհով գնալ, դուք գիտեք Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ եթե կարող եք հեղափոխություն արել։ Գնում ենք ընտրության, եթե ընտրությունը տեղի ունենում դուք կեղծում եք, Նիկոլ Փաշինյան, այո, պես նախագահ Քոչարյանը ասեց, գնանք հեղափոխության ճանապարհով։ Սա շատ կարևոր հայտարարություն է ընտրական այս գործընթացից առաջ, որովհետև այո, կան մարդիկ, ովքեր ձեռքերը փորձում են տաքացնել, իրավիճակից ինչ-որ բաներ քաղել, հա, ստեղծել տպավորություն, որ ընդդիմությունը ամուր չի կանգնած իր դիրքերում, ստեղծել տպավորություն, թե կարող է լինել այնպես, որ ձայները հավաքվեն, ժողովուրդը դեմ ընտրի Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն էլ կեղծի ընտրություններ ու դա հանգստանցնի, ես ձեզ վստահեցնում եմ, այդպիսի բան չի լինի, վստահեցնում եմ հենվելով իհարկե նախագահ Քոչարյանի խոսքի վրա։ Հայաստան դաշինքը առնվազն անելու է այն, ինչ նախատեսված է այն իրավիճակների համար, երբ որևէ իշխանություն գողանում է ժողովրդի ընտրությունը։ Սա այսպես կարծում եմ կարևոր հանգամանք էր, կարևոր էր սա ֆիքսել, որովհետև մանիպուլյացիաներից, կեղծիքներից մենք պետք է հեռու մնանք իհարկե։ Ուրեմն այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգա Հայաստան։ Հետո զավեշտը պարզվեց Մարկո Ռուբիոն ոչ թե գալիս է Հայաստան, գուցե ընթացքում ինչ-որ բան փոխվի, ամենայն դեպս այս պահի դրությամբ տվյալն այն է, որ Մարկո Ռուբիոն Հնդկաստանից Միացյալ Նահանգներ վերադառնալու ճանապարհին վայրեջք է կատարելու Զվարթնոց օդանավակայանում, այնտեղ լուսանկարվելու են Փաշինյանի համար եւ շարունակելու է իր ճանապարհը։ Ինչու են ամերիկացիներն այսքան անհանգստացած, որովհետեւ Մարկո Ռուբիոյի ես գալը վստահաբար եմ ձեզ ասում, անհանգստության նշան է։ Մենք օրերս խոսում էինք դրա մասին, որ որքան էլ որ ամերիկյան այդ միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է կեղծ հարցման տվյալներ, ըստ որոնց ընդդիմադիր որևէ ուժ, այդ թվում առանցքային ուժերը անցողիկշեմը չեն հաղթահարում, այդ հարցումը ունի նաև իրական պատկեր, որը չի հրապարակվել, այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է հավաքական ընդդիմությանը։ Եվ Մարկո Ռուբիոն գալիս է զուտ Զվարթնոց օդանավակայան է իջնում լուսանկարվելու համար, իշխանության ներկայացուցիչները մի քանի հայտարարություններ էլ կարվեն դատարկ տեղը, որպիսի Փաշինյանը հնարավորություն ստանա որոշակի դիվիդենդներ քաղել եւ բարձրացնել իր վարկանիշը։ Վարկանիշի բարձրացման նպատակով է նաեւ մայիսի 28-ի այսպես կոչված զորահանդեսը, չնայած ես այնտեղ զորահանդես չեմ տեսնում, այնտեղ շատ հետաքրքիր արձագանք էր տվել Ռուբենը Վարդանյան, Բաքվի բանտում գտնվող, որ քանի կան բանտարկյալներ, քանի կան ռազմագերիներ, ինչ զորահանդեսի մասին է խոսքը, ում դեմ է այդ զորահանդեսը։ Սա էլ է շատ կարևոր, երբ որ տեխնիկական միջոցները դուք տեսնեք, կհասկանաք, որ հերու չեն
իրականությունից այն վերլուծությունները, որ ըստ էության Հայաստանում արերևույթ կուտակվում են ռազմական միջոցներ, որոնք կիրառվելու են ոչ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Թե ում դեմ կարող են կիրառվել, այդտեղ դուք կարող եք ենթադրություններ ինքներդ անել։ Ըստ էության տպավորություն է, որ Արևելույթ Միացյալ Նահանգների համար այստեղ ռազմաբազա է հավաքվում հայկական բանակի անվան տակ։ Թե ինչ նպատակով, էլի ենթադրությունները թողնում եմ ձեզ, կարծում եմ դժվար չի հասկանալ ինչ նպատակով։ Սա էլ կարևոր է հասկանալ։ Մարկո Ռուբիոն գալիս է օգնելու Նիկոլ Փաշինյանին, վարկանիշը որպեսզի մի քիչ բարձրացվի։ Ես կարծում եմ, եթե տեսեք, ինչ եմ ասում, աղետալի է իշխանության վիճակը։ Եթե տարբերությունը լիներ 2-3% ընդդիմությունից հետ մնալը Փաշինյանի, ապա այդ 2-3%-ը կարելի էր կոմպենսացնել այս զորահանդես կոչվածով։ Ինքը որոշակի տոկոսներ տալու է Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը այնքան հետ է հավաքական ընդդիմությունից, որ այդ 2-3%-ով հարցը չի լուծվում։ Պետք է նոր աջակցության բաներ, առիթներ։ Եվ Մարկո Ռուբիոյի գալն էլ կարծեք թե վերջնական չի օգնելու։ Այսինքն այս պահին կարելի է գրեթե 99.9% վստահությամբ ասել, որ Փաշինյանը առնվազն 10-15% պակաս ձայն ունի հավաքական ընդդիմությունից։ Ու սա է խնդիրը, այստեղ է ամբողջ խնդրը, այստեղ է թաղված շանգլուխը եւ սրանից են փորձում փրկել Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին Մարկո Ռուբիոներով, այս զորահանդեսներով, այլ իրադարձություններով, համերգներով, չգիտեմ, փողոցում անդադ պտտվելով փորձում են լուծել այդ խնդիրը։ Բայց ես կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ խնդիրը դեռևս լուծված չէ եւ մեծ է հավանականությունը, որ հնարավոր էլ չի լինի լուծել, որովհետեւ Փաշինյանից հանրության մեծ մասը ոչ թե հիասթափված է, ոչ թե անտարբեր է, ոչ թե կարծում է, որ Փաշինյանը ինչ որտեղ թերացել է, ինչ որտեղ գուցե լավ բան է անում։ Հասարակության ներողություն մեծ մասը զզվում է Նիկոլ Փաշինյանից։ Այս սա է, որ Մարկո Ռուբիոները, ռազմակաշքերտները չեն կարող փոխել, էականորեն չեն կարող փոխել։ Հասարակության մեծ մասը զզվում է Նիկոլ Փաշինյանից։ Այս զզվանքը հնարավոր չի ծածկել Մարկո Ռուբիոյով։ Այս զզվանքը հնարավոր չի ծածկել ինչ որ անօթաչու թռչող սարքեր Երևանի հրապարակում ցույց տալով։ Այս զզվանքը հնարավոր չի ծածկել թոշակներ բարձրացնելով։ Այս զզվանքը հնարավոր չէ ծածկել այլ գործիքներով, որ կիրառվել են։ Չգիտեմ, անասնագլխականակի համար փող են տալի, գլխականակ չունենալու համար փող են տալիս։ Մի խոսքով, պետական բյուջեն ծախսում են ընտրական նպատակներով։ Լրջագույն խնդրի առաջ է կանգնած Փաշինյանը։ Լրջագույն խնդրի առաջ։ Իսկ ես հիշեցնեմ, սիրելի ընկերներ, որ ձեզանից քչերն են կիսվել այս ուղի եթերով եւ ձեզանից քչերն են հնարավորություն տվել ավելի լայն շրջանակի հասցնել այս վերլուծությունը, որը կարծում առնվազն 105 հոգու համար, այս պահին 105 հոգու համար կարևոր է հավանել են, ես գոնե ակնկալի կունենամ այս մարդիկ կիսեն իրենց էջերում։ Հիշեցնեմ, որ հարկայինի հետ խոսել եմ, ձեզ բաներ հարկեր չեն ավելացնի եւ այսպես շարունակ հետո արտոնություններ կլինեն միանշանակ։ Սա իհարկե հումոր։ Այո, այստեղ քաղաքացիներից մեկը գրել է Վաչե Սարգսյանը, որ Իրանի դեմ մեծ պատերազմ է պլանավորվում ցամաքային օպերացիա, այո, պլանավորվում է եւ օրինակ քաղաքագետ իմ լավ ընկեր Ազատ Ադամյանը հետ մենք հաճախ խոսում ենք դրա մասին, որ եթե լայնածավալ ցամաքային գործողություններ են սկսելու Իրանի դեմ, Միացյալ Նահանգների հսկողության կուրացիայի տակ Հայաստանը չի կարող անմասն մնալ դրանից։ Ես օրինակ այսօր հրապարակում տեսա
անօթաչու թռչող սարքեր հետախուզական ըստեյության իրենց չափերից էր դա հասկանալի դրանք օգտագործվում են հիմնականում հեռավոր տարածքներ հետախուզելու համար Ադրբեջանը ոնց որ այդքան էլ խորը տարածքներ չունի մեր ունեցած միջոցներով էլ կարող ենք դրանք հետախուզել թե ինչ հեռավոր տարածքներ է Փաշինյանը ուզում հետախուզել ապագայում դա կարծում եմ ինքներդ էլ կարող եք գլխի ընկնել այնպես որ հարգելի Վաչե Սարգսյան այո եթե Միացյալ Նահանգները լայնածավալ օպերացիա ցամաքային օպերացիա է սկսում Իրանի դեմ եւ Հայաստանն էլ այդ ժամանակ լիարժեքորեն գտնվելիս լինի Միացյալ Նահանգների հսկողության տակ, կուրացիայի տակ, այո, Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ սցենարին իր մասնակցությունն ունենալուց։ Հետևաբար ինչ անել, սիրելի ժողովուրդ, ինչ անել, որ հեռու մնալ պատերազմներից, հեռու մնալ տնտեսական պատերազմներից, հեռու մնալ քաղաքական խարդավանքներից, հեռու մնալ աշխարհակաղակական կենտրոնների բախման կիզակետ լինելուց, դրա համար պետք է անել մեկ բան՝ մերժել Նիկոլ Փաշինյանին։ Ես դրա համար նոր այսպես բանաձև ունեմ, դա Ռոբինզոն Կրուզոյի ֆիլմի բանով, հա, մոտիվներով եթե մոտենանք, չուտել մարդու միս, գնալ ընտրության, մերժել Նիկոլ Փաշինյանին։ Չուտել մարդու միս, գնալ ընտրության, չընտրել Նիկոլին։ Միատել ու վերջ, հա, կրկնենք։ Չուտել մարդու միս, գնալ ընտրության, չընտրել Նիկոլին, որովհետև Նիկոլին ընտրելը մարդու միս ուտելու նման բան է, անթույլատրելի է հատկապես քաղաքակրթական նման առաջընթացի պայմաններում։ Այսօր կարծեք թե այսքանն են թեմաները, եթե կան հարցեր կարող եք գրել, միասին կարող ենք քննարկել, դուք էլ ձեր կարծիքը գրեք, անպայման, ես կուզեմ արգելի ընկերներ, ովքեր հետևում են այս լայվին, ձեր կարծիքը գրեք թեմաների վերաբերյալ, ինքս էլ կծանոթանամ, կհասկանամ որքանով է հետաքրքիր, ինչ թեմաներ կարելի էր քննարկել, որ չքննարկեցինք, գուցե այդ քննարկումներն էլ արդեն վաղ կունենանք միասին։ Մի խոսքով ամփոփելով ասենք, որ Փաշինյանի գործերը վատ են, ակնհայտ վերընտրվելու խնդիր ունի, հավաքական ընդդիմությունից հետ է մնում առնվազն 15%-ով, ամերիկացիները անհանգիստ են եւ Մարկո Ռուբիոն գալիս է այստեղ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու, զորահանդեսով փորձում են այդ վարկանիշը բարձրացնել, բայց այս պահին ընտրական նախընտրական քարոզարշավին մնացել է կարծեք 10 օր, հա 10 օր է մնացել ավարտվելուն, այս վերջին 10 օրում այսինքն 20 քանի օր անցավ 19 օր, հա, արդեն անցավ 19 օրում Նիկոլ Փաշինյան իր առաջ դրված վարկանիշային խնդիրները դեռ չի կարողացել լուծել։ Ես վստահ եմ, չի էլ կարողանալու լուծել։ Այսօր այսքանը, հարգելի ընկերներ, առաջարկում անպայման ձեր էջերում կիսվել այսօրի եթերը։ Կարևոր էր կարծում այս քննարկումը։ Գրեք անպայման ձեր կարծիքը, գրեք ձեր հարցերը կամ գրեք ձեր պատասխանները, դա էլ է կարևոր այս թեմաների վերաբերյալ, որովհետև իմ Facebook-յան ընկերների շրջանակը հատկապես ինտելեկտուալ մարդկանց շրջանակ է, եւ այո, ես էլ ձեզանից հարցերի պատասխաններ լսելու անհրաժեշտություն եւ կարիք ունեմ։ Լավ մնացեք, կհանդիպենք